եմ Չիբուխչյան լայվ YouTube անելիքի հետևորդներին, ինչպես տեսնում եք վերադարձանք մեր հիմնական տաղավար, մի փոքր այսպես կիսահանգիստ կիսա աշխատանքային ռեժիմից։ Հիմա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհաննիսյանը հայտնել է, որ ուրեմն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը, այլ վերադարձրել է այն, նշելով, որ հարցի քննարկումն իր լիազորությունների շրջանակում չէ։ Իրականում ինչ է տեղի ունեցել, որպեսզի պատկերացում կազմենք, ինչ է տեղի ունեցել, հարգելի հետևորդներ, փորձենք իդեպ ասեմ շատ տարական բան է տեղի ունեցել, այստեղ շատերը այսպես մեղադրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բայց իրականությունը հետևյալն է։ Ուրեմն բանն այն է, որ երբ որ արդեն падգամավորի տեխնացուն ընտրվելուց հետո ստանում է մանդատը, падգամավոր է դառնում օֆիցիալ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցի հետ այլևս կապ չունի։ Հետևաբար կամ պետք է միջև մանդատը ստանալը, այսինքն օրինական падգամավոր դառնալ, ներկայացնել նրա ձերբակալման համար միջնորդություն, կամ եթե արդեն նա ստանձնել է падգամավորական մանդատը, հետևաբար պետք է արդեն ազգային ժողովի ընթացակարգով, այսինքն գնալ ազգային ժողով, գլխավոր դատախազը գնում է ազգային ժողով, ներկայացնում է հիմքերը, ստանում է ազգային ժողովի մեծամասնության հավանությունը եւ Նարեկ Կարապետյանին ձերբակալում են։ Այսինքն զրկում են նրան падգամավորական անձեռնմխելուց մեծամասնությամբ եւ Նարեկ Կարապետյանին ձերբակալում են։ Հիմա քանի որ Փաշինյանը, ընդ որում սա անգամ 3-4-րդի հարց չէ, եթե ես չեմ խառնում, ընդամենը պարզ մեծամասնության հարց է падգամավորին падգամավորական անձեռնմխելությունից զրկելու հարցը։ Հիմա ինչ է տեղի ունեցել, եթե ձեզ թվում է, թե գլխավոր դատախազությունում այն աստիճան անգրագետ են, որ իրենք 2 օր ուշացումով են դինում Նարեկ Կարապետյանին ձերբակալելու հարցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես չեմ հասկանում այս տարական ճշմարտությունը կամ տարական բանը, չարաչար սխալվում եք։ Այո, կարող է մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ շատ հարցերում եւ այլն, բայց այսպիսի տարական հարցերում հավատացեք, այնպես չի, որ իրանք այդ աստիճան ոչ պրոֆեսիոնալ են կամ այդ աստիճան չեն հարց։ Ոչ նրանք փայլուն հասկանում էին, որ իրենք 2 օր ուշացումով են դիմել եւ նրանք փայլուն հասկանում էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում է հետ է տալու։ Հիմա հարց, իսկ ինչու Նարեկ Կարապետյանին չձերբակալեցին այդ դեպքում։ Ահա, հիմա եկեք ստեղ հասկանանք գաղտնիքը որն է։ Հիմա բացի այդ, որևէ խնդիր չի կազմում ԿՊ-ի համար Նարեկ Կարապետյանին ձերբակալելը առաջին իսկ ազգային ժողովի նիստում մտնի գլխավոր դատախազը, ներկայացնի միջնորդություն, նրան զրկեն անձեռնմխելիությունից։ Այսինքն Նարեկ Կարապետյանը որևէ շանս չունի փախնելու, հատկապես որ հիմա տեսեք ինչ արեցին։ Իրեն զրկեցին երկրից լքելու, ուրեմն երկրից լքելու արգելք դրեցին, չեն թողնում երկրից դուրս գա, պահում են երկրում եւ ցանկացած բայի կարող են մտնել եւ ձերբակալել։ Հետո այդ դեպքում ինչու է այս ամբողջ շոուն կազմակերպվում։ Մի բարձ պատճառով, որովհետև Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսելով Միշուստինի մասին ասաց, որ իրենք բան են պայմանավորվել Միշուստինի հետ եւ ինքը կասի միայն այն ժամանակ, երբ որ սկսվի այդ պայմանավորվածությունը իրականացվել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, ընդ որում ես առաջիկայում կփորձեմ անդրադառնալ, անգամ արևմուտքում եմ փայլուն հասկանում, արդեն գերմանական Deutsche Welle-ն վերջերս ռեպորտաժ էր տվել, ուրեմն ընտրություններից հետո անմիջապես ռեպորտաժ էր տվել, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։ Այսինքն իրենք բոլորը դա փայլուն հասկանում են, արևմուտքում են դա փայլուն հասկանում։ Եվ այստեղ տեղի ունենում հետևյալը, Փաշինյանը, այսինքն նույն ճշգրիտ բանն է կատարում, ինչ որ ձեզ ասել եմ։ Փաշինյանը ռուսներին ասում է, կամ բավարարվեք, որ մենք ազգային ժողովի ընդդիմությունը տալիս ենք ձեզ, մենք միասին բլոկ անենք Հայաստանի դեպի արևմուտք գնալու ճանապարհը, այսինքն Հայաստանում ամբողջությամբ ազգային ժողովը բաղկացած լինի ռուսամետ ուժերից կարելի ասել, կամ եթե համաձայն չեք դրան, համաձայն չեք մեր արգելքները հանել, սանկցիաները մեր վրայից հանել, մեր ապրանքը գնա ԵԱՏՄ եւ մեզ շարունակելու եք տնտեսական վնասներ եւ մեր մեգադախլչիներին, մեր քաղաքական էլիտային մեծան մեգադախլչիներին վնաս պատճառել, այդ դեպքում մենք ձեզ կզրկենք, անգամ կգլխատենք ձեր ընդդիմությունը ազգային ժողովում։ Այսինքն գլխավոր դեմքերից մարդ չի մնա։ Բոլորին կձերբակալենք, Քոչարյան, Նարեկ Կարապետյան եւ այլն, իսկ այդ դեպքում, երբ որ ընդդիմությունը մնում է անտեր, այդ ընդդիմության հարցերը լուծելը շատ ավելի հեշտ է։ Այսինքն իրենք կստանան նաեւ իրենց համար հանրակրվե անցկացնելու ուրեմն մեծ հնարավորությունը, այսինքն
գիտեք, որ պետք է հանրակրվե անցկացնել սահմանադրության շուրջ բավարարելու Ադրբեջանի պահանջը, որպեսզի իբր թե Ադրբեջանը գնա խաղաղության, բայց ես վստահ եմ Ադրբեջանը այնտեղ էլի պատճառներ է գտնելու։ Համենայն դեպս խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանը նաև ենթադրում է Միշուստինի առաջ պայմանադրել, որ իր ընդդիմությունը, այսինքն Ռուսաստանի ընդդիմությունը Հայաստանում պետք է օժանդակի նաև այդ սահմանադրության քվեարկությանը, այսինքն այդ 6 պակասող ձայնն էլ հոժարակամ տա եւ բոլոր արգելքները տնտեսական հանի։ Այդ դեպքում Փաշինյանը խոստացել է վստահ եմ Ռուսաստանին, իմ խորին համոզմամբ, որ իրենք երբեք արևմուտք չեն գնա։ Այսինքն կշարունակեն մնալ արանքում։ Բայց Միշուստինը հասկանում է եւ Պուտինը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը այդ կալիբրը չունի եւ այդ հնարավորությունները չունի, որ կարողանա այդպիսի խոստում տալ։ Եվ մենք այսօր կհասկանանք, թե ինչու, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ագրեսիվ քաղաքականություն է սկսել Միջին Արևելքում։ Իսկ ամերիկյան քաղաքական, ուրեմն համատեքստում Միջին Արևելքի մեջ մտնում է նաև Հայաստանը։ Չնայած նրանք դա ասում են Հարավային Կովկաս, բայց գլոբալ մեծ տարածաշրջան, որպես Հայաստանը մտնում է իրենց համար Միջին Արևելքի մեջ։ Եվ Ամերիկան շատ ագրեսիվ է հիմա Միջին Արևելքում։ Մենք տեսնում ենք իրանական զարգացումները եւ մենք այսօր կտեսնենք հետաքրքիր մի երկու բան ինչա կատարվում։ Ոնց են ռուսներին վտարում Միջին Արևելքից, ուղղակի ոչ միայն տեսակ Հայաստանից ոնց են վտարում, եւ սա նույն խաղի մեջ է։ Հիշում եք մենք անցած թողարկմանը նույն Սոկոլովի թեմայով, երբ որ անդրադառնում ենք ինչ որ փորլուծաբան բալաբորների դեգեներատ մտքերին, ոնց է իրականում Միացյալ Նահանգները ուղղակի խլում։ Մենք տեսանք, որ ոնց են ուղղակի ռուսական ձեռնարկությունները ռուսների ձեռքից վերցնում Հայաստանից ինչ ձևերով։ Մենք հիմա կտեսնենք, որ նույն բանը տեղի է ունենում Միջին Արևելքում կոնկրետ։ Եվ այս համատեքստում Փաշինյանը փորձում է գնալ գործարքի ռուսների հետ։ Ռուսները հասկանում են, որ Փաշինյանը չի կարող այդպիսի բան խոսք տալ, որովհետև Փաշինյանից շատ մեծ բան կախված չի այս համատեքստում, որտեղ ես ասել եմ, ոնց էլ փորձեն դիմադրել, տարբեր պոզաներով տանելու են։ Ուղղակի հարցը ինչ է, դու ինքնուրույն քո ոտքով արժանապատիվ կգնաս, թե անհարմար պոզայով կտանեն որոշակի գործողություն անելու ընթացքում, այսինքն շատ վատ իրավիճակում, այսինքն միևնույնն է Հայաստանին տանելու են եւ տանում են եւ այդ գործընթացը շարունակվում է եւ աշխարհքաղաքական իրավիճակը հուշում է, որ ինչքան էլ Փաշինյանը փորձում է խաղաղություն կառուցել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, իրականությունը աշխարհքաղաքական բոլորովին այլ է եւ դա հասկանում է շատ լավ Ադրբեջանը, դա լավ հասկանում են Թուրքիան, դա հանուն մեգադախլչիների փորձում է չհասկանալ Փաշինյանը, փորձում է Ռուսաստանին պայել Հայաստանում այն չափով, որով կարող է, բայց ռուսները հասկանում են, որ հիմա եթե սա զիջեն, այսինքն ռուսներին ինչ է պետք, որպեսզի միանգամից հիմա Փաշինյանը հրաժարվի արևմտյան ուղությունից, ուղղակի որևէ համագործակցությունից, այսինքն գոնե առնվազն թրիփը տա ռուսներին, այդ ճանապարհի խնդիրն է, ես ասել եմ, թրիփի խնդիրն է, հանի եւ տա ռուսներին, Թրամփին դուրս մղի տարածաշրջանից, կամ առնվազն այնպիսի պայմաններ ստեղծվի, որ ամերիկյան ներկայությունը լինի ձևական, եւ ինչպես եւ իրենք ուզում էին, որ իրանց FSB-ն կամ ռուսական զորքը կոնտրոլ անի այդ ճանապարհը, այնպես էլ շարունակում են ուզել։ Բնականաբար առաջի քայլը կլինի դա, երկրորդ քայլն էլ կարող է լինի, այսինքն կլինի հաստատ ընդհանրապես ամերիկացիներին դուրս վռնդելը տարածաշրջանից, բայց ոչ ռուսները այսօր այդքան կշիռ ունեն Թրամփին դուրս մղելու, ոչ էլ Փաշինյանը այդքան հնարավորություն ունի այսօր Թրամփին դուրս մղելու։ Դրա համար ռուսները շատ լավ հասկանում են, որ Փաշինյանին խոսքին իրենք չեն կարող վստահել եւ Փաշինյանը չի կարող իրենց հավաստիացնել, որ ինքը երբեք չի գնա արևմուտք, որտեղ process-ները ինքն իր ստենքյան տեղի են ունենում։ Եվ մենք այսօր նաեւ կտեսնենք հետաքրքիր հեռարձազրույց Մակրոնի հետ։ Հիմա փոխարենը այս ընթացքում, ինչ Փաշինյանը պայմանավորվում էր Միշուստինի հետ ինչ որ հարցերի շուրջ, տեղի է ունեցել հետաքրքիր մի բան։ Ուրեմն կարդամ ձեզ լուրը։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը հերքում է Ռոսսելխոզնadzorի պնդումները։ Դա էլ Ռուսաստանի նույն մարմինն է։ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Ռոսսելխոզնadzorի եւ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հիշենք, որ Փաշինյանի Միշուստինի հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի սկզբին։ Հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ ստուգման ընթացքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարում է
Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակը միաժամանակ նշելով, որ համատեղ վերահսկողության արդյունքները ռուսական կողմը դեռ չի տրամադրել։ Ռոսելխոզնadzorը հայտարարել է, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանի ներմուծված կաթնամթերքը, Հայաստանից ներմուծված կաթնամթերքը համարելով ոչ անվտանգ։ Հիմա հայերը ասում են անվտանգ, ամենք ստուգումներ անցկացնել են, ռուսները արդյունքները չեն տրամադրում, բայց շարունակում են համարել ոչ անվտանգ։ Հետևաբար, այս ամբողջ պատմության մեջ այս Նարեկ Կարապետյանի պատմությունը պետքա դիտարկել, կարելի ասել վերջնագիր ռուսներին, որ կամ դուք հանում եք այս պատժամիջոցները եւ կատարում եք մեր պահանջները, բավարարում եք նրանով, ինչ որ մենք ձեզ հիմա առաջարկում ենք, այսինքն ստանում եք ազգային ժողովը, շարունակում եք ձեր ռուսական ռոպագանդան, պահում եք ձեր ռուսական ալիքները, շարունակում եք լվալ հայ ժողովրդի ուղեղը, բայց պետք է բավարարեք նրանով, ինչ որ առաջնորդում եք։ Հակառակ դեպքում մենք Նարեկ Կարապետյանին կձերբակալենք արդեն ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում։ Իհարկե, այնպես չի, որ Փաշինյանի վերջնագրերը այնպես միշտ իրականանում են։ Այդ վերջնագրերը կարող են ձգձգվել, հեռանալ, սառեցվել, գիտեք, իր քաղաքականությունը։ Այսինքն բալանսավորեն, որ բալանսավորեսը կամած բախվում է այսպես դաժան իրականության, որ դա շարունակվելու է։ Ու իրականությունը ել ավելի դաժան է լինելու, քանի դեռ իրանք դիմադրելու են եւ փորձելու են մնալ արանքում։ Որտեղ մենք հիմա կտեսնենք Ալիևը ինչ ուժեղ քայլեր է անում, իհարկե դռնեդուր ընկած, իրեն կոտորելով, ասեմ ձեզ, հիմա հաջողության չի հասնում, բայց այն համառությունը, որ Ալիևը դրսևորում է, ի վերջո տարիներով դրսևորեց եւ հազար ինքը լավ հասկանում է, որ հանձնվել պետք չի։ Մի օր, երբ որ Փաշինյանը արդեն բոլորի կոկորտին կանգնի դրսում, Ալիևը կարող է եւ հաջողության հասնել։ Այսինքն այնքանա զզվացնելու, մինչեւ սկսեն Ալիևին կանաչ լույսեր վառել ամենտեղ։ Հիմա հələ որ Ալիևի առաջ կարմիր լույսեր են վառում։ Հիմա հələ որ հույս են տածում, որ Փաշինյանը կկարողանան Փաշինյանին բերել դեպի արևմուտք, հա, Հայաստանը, իսկ բերել դեպի արևմուտք։ Սա այսպես։ Հիմա մի հետաքրքիր չելենջ է ուրեմն տեղի ունենում, ուրեմն ինչու է Վրաստանում, ես մի քանի առնվազն տեսահոլովակ տեսա, այսպես ռիլզեր տեսա, որտեղ մարդիկ բացատրում են, թե ինչի է Վրաստանում ապրանքը ավելի էժան։ Իհարկե, այս մասին մենք բազմիցս խոսել ենք եւ ասել են, որ պատճառը ԵԱՏՄ-ն է։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի մի չելենջատիպ բանով կոչ եմ անում այդ չելենջը շարունակել, բայց չելենջի համար, այդ ռիլզների համար շատ կարևոր է մարդկանց չխաբել կամ չթաքցնել գլխավոր ճշմարտությունը։ Այն որ ասում եք, որ ԵԱՏՄ-ն է մեղավոր, այն որ ասում եք, որ Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ոչ ԵԱՏՄ երկրներից ապրանքներ գնելու համար Հայաստանը ստիպված է վճարել 30, 40, 50% մաքսատուրք։ Ճիշտ է դա։ Մենք ես ասել եմ այս եթերում նույն ավտոմեքենաների մասին ասում ենք, ես խոսել ենք, որ ինչ հիշում եք, ասում են զիբիլ չինականի եւ ռուսականի փոխարեն կամ հին ավտոմեքենաները, որոնք մի քանի անգամ թանկ եք վճարում, երբ որ Միացյալ Նահանգներից բերեք ուղի Հայաստան եւ չլինեք ԵԱՏՄ-ի անդամ, կքշեք շատ ավելի որակյալ եւ ավելի նոր ավտոմեքենա։ Բազմիցս ենք խոսել այդ մասին հիմա։ Եվ խնդիրը հետեւյալն է, այո, եւ մի լրագրող, որը Վրաստանում է ապրել, բայց այդպես էլ բան չի հասկացել, որ ընդհանրապես պիտի քաղաքական լրագրությամբ չզբաղվի, բայց չգիտես ինչի իրան դրել է իր երազած աղջկա տեղը եւ որոշել է, որ ինքը այդպես մեծն լրագրող է եւ պարբերաբար ես իր X-երին անդրադառնում եմ խայտարակ, որը հակառակ էֆեկտ է ունենում։ Ուրեմն Ռուսաստանի զիբիլ ու անմրցանակ ապրանքը պաշտպանելու համար, այո, դուք վճարում եք թանկ ամեն ինչի համար, որտեղ ռուսները ասում են պետք է մեր զիբիլն ու անորակը մրցունակ լինի, որտեղ եթե արևմտյանը էժան լինի, ոչ մեկ մեր զիբիլը չի առնի։ Հետաբար կերեք մեր զիբիլը, հակեք մեր զիբիլը, զիբիլներ չկար, բանել չունեն արտադրելու, այսինքն իրանք չեն կարող այդ ամբողջ սպեկտրը արտադրեն։ Չին, դրա համար ինչ են անում։ Ստեղծում են վայլդբերիզներ, որովհետեւ դուք արևմտյանը որակյալը չհակնեք, բերում են ձեզ չինական զիբիլն են պարտադրում։ Որտեղ ես Հայաստանով ման էի գալի Ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք, անգամ Միացյալ Նահանգներում Nike, այսպես ասած, սպորտային կոշիկը, Nike, այսպես ասեմ, արժի օրինակի համար սկսվում է այն օրինակ ինչ որ մոդել սկսվում է $200, Հայաստանում դա դրած է 10,000 դրամ։ Պարզ է, չէ՞ որ դա չի կարող իսկական Nike լինել։ Դա չինական ինչ որ ցեխերում գետնի տակ կարված զիբիլ է կամ նյու վերաբերյալ շատ պոպուլյար New Balance-ի ուրեմն սպորտային կոշիկները, որոնք Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում էլ ես տեսա, ուրեմն 150 եվրոյի կարգի է։ Հայաստանում դա 20,000 դրամ է, չգիտես ինչի։ Երբ որ արտադրող երկրում դա ասենք եվրոպական, հենց չգիտեմ, եվրոպական բրենդ է դա, 150 եվրո չի կարող Հայաստանում լինել 20,000 դրամ։ Այսինքն ամեն Չինաստանի
գետնի տակ կարած զիբիլ ցեխում զիբիլ ապրանքը բերում են ձեզ պարտադրում են, դուք հագնում եք անորակը, դուք հագնում եք, դուք չունեք էլ շատ մեծ գումար, որպեսզի այդքան գումար տակ օրիգինալը առնեք, որտեղ օրիգինալը եթե 150 եվրո է, ձեր համար ՀԱՏՄ-ի պատճառով կլինի 200-250 եվրո ամենակիչը, եւ նույնը վերաբերում է մեքենաներին, դրա համար ձեզ պարտադրում են չինականը, որտեվ իրանց ձեռա տալի ձեզ կապել Չինաստանի հետ, քան համար արևմուտքի հետ։ Ընդ որում, այդ նույն չինականն էլ, եթե նկատեք, արևմտյան գողությունը, այսինքն Nike բոթասը չինական զիբիլ ցեխում կարելը, դա արևմտյան բրենդի, արևմտյան տեխնոլոգիայի, արևմտյան որակի գողություն է։ Իրանք որակը չեն կարող իհարկե ապահովել, բայց նորից եմ ասում, դա նրա համար է արվում, որպեսզի ձեզ կտրեն արևմտյան որակյալ ապրանքից, որակյալ կյանքից, չգիտեմ, տեխնոլոգիաներից եւ այլն, այսպես շարունակ։ Շատ լավ է, որ դու անում եք դա։ Հիմա մարդը ասում է, ես Վրաստանում եմ ապրել եւ բացատրում է, որ այո, դա ԵԱՏՄ-ի պատճառով է, բայց ինչ է ասում։ Լրագրող կոչվածը, որը իբր իհարկե իրականում ոչ արևմտյան ինչ որ կոչվող կոչեցյալ իրեն հրջորջարց ուրեմն լրատվամիջոցում աշխատում, կայքում, այսպես ասած, ասում է, մեզ վախեցնում են, որ մեզ կհանեն ԵԱՏՄ-ից, իսկ ԵՄ-ում էլ մեզ չեն սպասում, որը հարցը հաճախ ձևակերպվում է այնպես, կարծես թե գոյություն ունի երկու տարբերակ, կամ ԵՄ կամ ԵԱՏՄ։ Ուրեմն ու տեսեք ինչ լավ է Վրաստանում ապրանքը էժան է։ Աղջիկ ջան, Ազիզ ջան, Վրաստանում ես ապրելու ստում ես, ամենապես են ես չեմ նայում քո ռեպորտաժները կամ քո նյութերը, որտեղ դու շատ ցածրորակ ես ինձ համար, որ ես նայեմ, բայց Ազիզ ջան, Վրաստանում ես ապրել ու այդ փոքր ռիլսում չես ասում, որտեղ մարդիկ դի հասկանան, չէ, ինչի է էժան։ Վրաստանում էժան է, որտեղ Վրաստանը խոստացել էր գնալ Եվրոպական միություն, Վրաստանին ընդունել են DCFTA, այսինքն խորը եւ համապարփակ առևտրի գոտի, դա նշանակում է, որ նույն ԵԱՏՄ-ն է, բայց եվրոպական, այսինքն եվրոպական մաքսային կազմակերպության մեջ է Վրաստանը։ Դրա համար է էժան։ Ազիզ ջան, դու ունեցես ներկայացնում, որ եթե Հայաստանը հիմա դուրս գա ԵԱՏՄ-ից, Հայաստանի համար ամեն ինչ այդքան էժանանալու, ոչ բալիկ ջան, որովհետև այո, կամ եվրոպացիները պետքա խղճան ժամանակավոր ինչ որ արտոնություններ սահմանել, հիմա արտահանման վրա սահմանել են, բայց ներմուծման վրա չեն սահմանի։ Հասկացաք, ներմուծման վրա չեն սահմանի։ Հետաբար, որպեսզի ներմուծման վրա էլ ունենաս արտոնություն եւ էժան լինի ապրանքը եւ առանց մաքսատուշքերի գա Հայաստան, դու պետք է լինես իրենց մաքսային գոտում։ Հենց դրա համար է Վրաստանում էժան բալիկ ջան։ Եթե դու փորձում ես ֆռացնել հայ ժողովրդին, թե բա ԵԱՏՄ-ից մի վախեցեք, պետք չի ոչ այնտեղ գնալ, ոչ այնտեղ դրա համար էժան կլինի, դու ստում ես, ուղղակի ստում ես։ Եթե դու հետագա ռեպորտաժում ասել ես, չգիտեմ, կարող է ասել ես, բայց եթե գոնե ռիլզ եք սարքում, այդ ռիլզները ավելի շատ են նայում։ Ուրեմն ռիլզի մեջ էլ պարտավոր է շեշտել, որ Վրաստանում էժան է, որտեղ Վրաստանը DCFTA-ի անդամ է։ Իսկ DCFTA-ը արվել էր նրա համար, որ DCFTA-ի անդամները գնան Եվրոպական միություն։ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը։ Այս պահին Մոլդովան եւ Ուկրաինան գնում են եւ process-ը սկսել են։ Վրաստանը ոչ հայտնի պատճառներով եւ Վրաստանին սպառնում են հանել այդ DCFTA-ից, եթե Վրաստանը չկանգնի ճիշտ ուղու վրա։ Եվ Վրաստանը էլ ամեն ինչ անում է, որ գոնե այս պահին իրեն չհանեն դուրս չշփրտեն։ Այսինքն փորձում է ինչ որ մի տեսակ հələ որ ինքն էլ պահպանի այն կարգավիճակը, որ հայտարարում են բարբերաբար, որ իրենք ձգտում են Եվրոպական միություն, բայց քայլերով իրենք անում են լրիվ հակառակը։ Այսինքն Վրաստանում կրկնում եմ էժանա բոլորդ լսեք, ովքեր չելենջ կանեք։ Նրա համար, որովհետև մաքսատուրք չկա կամ գրեթե չկա, որովհետև Վրաստանը եվրոպական մաքսային միության անդամ է։ Այսինքն Վրաստանը արանքում չի, ինչքան էլ ճղեք ձեր փապկատեղերը փորձեք մեզ խաբել, Վրաստանը արանքում չի։ Վրաստանը եվրոպական մաքսային միության անդամ է։ Հենց հիմա, իսկ դա շատ երկար կարող է տևի միայն այն պարագայում եւ Վրաստանը ընդհանրապես ուրեմն իսկ այն աշխարհական իրավիճակը չի հուշում Իվանիշվիլին հասկացավ որ Պուտինը թույլ է ինքը հակառակ է հեսա կարող է կերպարանափոխվի Վրաստանին կհանդուրժեն այնքան ինչքան իրանց ձեռատալի բայց Վրաստանը այսինքն էսպային փաստացի Եվրոպա տնտեսապես կախված է Եվրոպական միությունից այո Ռուսաստանը հատուկ Վրաստանի համար հատուկ ռեժիմ է ստեղծել ընդունում է վրացական ապրանքները որպեսզի Վրաստանին քաշեին կողմ, նույնը ասում է Հայաստանի մասով։ Նույնը ասում է գնացեք մտեք DCFTA, ռուսները բացելու են, որպեսզի չկորցնեն Հայաստանը։ Սա ասում էի ես, բայց մեգադախլչիներին դա ձեռնտու չի, որտեղ մեգադախլչիներին պետք չի որ արևմուտքը մտնի Հայաստան։ Եվ ասեմ ձեզ, վստահ եղեք, որ անգամ եթե հիմա Հայաստանը գնա մտնի DCFTA-ի մեջ, Փաշինյանը որդեգրել է Իվանիշվիլի նույն Իվանիշվիլի ուրեմն վարկագիծը։ Շատ կարճ ժամանակ անց փորձելու է ամենայնպես կստացվի թե ոչ դա այլ հարց է
բայց փորձելու է ամենայնպես, որպեսզի ելի շարունակի արանքում մնալ ինչ որ չափով, որը որ կկարողանա։ Իհարկե դա չի ստացվելու այդ աստիճան, բայց ռուսները հավատացեք, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը չկորցնեն։ Մի որոշ ժամանակ կգշտվեն, մի կարող է կես տարի կամ մի տարի թանկացնեն եւ այլն, բայց հետո իրենք են սկսելու մեծ քանակությամբ, եթե կարողանան իհարկե, եթե իրենք շուկան թույլ տա, որտեղ իրենք հիմա շատ վատ վիճակում են, հա։ Առաջին իսկ հնարավորության դեպքում բացելու են ռուսական շուկան հայկական ապրանքների համար եւ ոչ մի պարազիտ չեն գտնելու, հավատացնում եմ ձեզ, որովհետեւ իրանց ձեռ չի տալու, որովհետեւ հասկանալու են, որ եթե հիմա փակեն հայկական շուկան, ել երբեք հետ չեն բերելու եւ Հայաստանը ընդմիշտ կորսված է համարվելու իրենց համար։ Սա էսպես։ Հիմա ուրեմն եւ կոչ եմ անում, այո, շարունակեք այդպիսի կարճ վիդեոներով բացատրել ժողովրդին, թե ինչ են իրենք ամեն ինչի համար թանկ վճարում, քան վրացիները, որովհետեւ այո, նույնն էլ Վալբերիզին է վերաբերվում։ Հայաստանից ուրեմն վաճառողները բողոքել են ուրեմն բազմամիլիոնանոց վնասների մասին Վալբերիզի վրա գրողներից հետո եւ նաեւ կոչ են արել Հայաստանի իշխանություններին միանալ բանակցություններին marketplace-ի հետ, այսինքն Վալբերիզի հետ միանալ բանակցություններին Հայաստանի իշխանություններին, որ խնդրեն ավելի մեծ կոմպենսացիա մատուցել։ Լսեք, դուք կամ իրականությունից կտրված եք, կամ չեք հասկանում։ Իրականում իշխանությունները եւ բոլոր լրատվամիջոցները, ովքեր քարոզել են, ովքեր խաբել են, թե Ռուսաստանը հաղթում է պատերազմում, ովքեր խաբում են փորլուծաբաններից, բռնած վերլուծաբաններից եւ մնացած զիբիլ, որ խաբել են, թե Ռուսաստանը հաղթում է այդ պատերազմում եւ ջախջախելու է։ Այդ բոլորը պետքա փոխհատուցեն այս մարդկանց։ Marketplace-ի հետ բանակցելու իմաստ չկա։ Եթե ռուսաստանյան, ես այսպես կներկայացնեմ, արտահանողների համար կամ առևտրականների համար չի կարողանում փոխհատուցում անի, Հայաստանի իշխանությունները միանան չմիանան, ոչ մի բան չի օգնելու, որտեվ հեսա այսպես կներկայացնեմ, թե ինչքան են փոխհատուցում ռուսներին։ Հետևաբար մի այսպես լուր տեսա, որ ինչ որ վաճառող Դավիթ Հակոբյանը պնդում է, որ ՀԴ-ի արդյունքում ինքը կորցրել է 11,000 ամերիկյան դոլար, բայց իրեն կոմպենսացրել են ընդամենը $270։ Ուրեմն եւ մոտարապես 3000 հայկական ընկերություններ տուժել են։ Հիմա սկսած են հանրային ընկերությունից, չմտածողից, այն վերլուծաբաններից, որ ասում են Ռուսաստանը չի պարտվում, միջուկային տերությունն է, բերանել լապարոշ բացում են։ Դե հիմա խնդրում եմ ձեր գրպանից փոխհատուցեք այդ մարդկանց, որտեվ դուք խաբել եք հայ ժողովրդին, որտեվ ես Հայաստանում շփվում եմ, ես հասկանում եմ, մարդիկ ռոպագանդայի տակ են, այդ մարդիկ չեն հասկանում, որ Ռուսաստանը պարտվում է։ Եվ Ռուսաստանը արդեն ստրատեգիական պարտություն է կրել։ Չնայած իմ աշխատանքին այ իմ հետևորդները հասկանում եմ, բայց ահռելի է այն մարդկանց տոկոսը, որ չեն հասկանում ինչ է կատարվում, չեն հասկանում Պուտինի հետ ինչ է տեղի ունեցել, եւ ես ցավում եմ դրա համար։ Հիմա ինչպես են փոխհատուցել ռուսներին Դավիթ Հակոբյան, լսի, ու մի կոչ արեք, որ պետք է ինչ որ իզուր ժամանակ մի ծախսեք, որ Հայաստանի իշխանությունները միանան Վալբերիզի հետ բանակցություններին, ոչ։ Դուրս եկեք ցույցի պլակատներով հանրային հեռուստաընկերության դեմը։ Ու ասեք, ինչի եք մեզ խափում, որ Ռուսաստանը հզոր է։ Ինչի եք մեզ խափում, ինչի եք մեզ կապել Ռուսաստանի հետ։ Ինչի Amazon չկա, որ մենք Amazon-ում կամ eBay-ում աշխատեինք, հիմա չկորցնեինք այսքան գումար։ Ինչի եք մեզ սխալ ռոպագանդա մատուցում, որ ռուսները ամեն օր հարվածում են, գրավում են, չգիտեմ ինչ զահր ու զիբիլ են անում։ Դե հիմա ստացեք։ Ռուսներին փոխհատուցել են հետևյալ կերպ. եթե վարվել է 1.5 միլիոնի ապրանք, ստացել է 37,000 ռուբլի կոմպենսացիա։ Եթե վարվել է 300,000-ի ապրանք, ստացել են 3,000 ռուբլի կոմպենսացիա։ Եթե այրվել է 25,000 ռուբլու ապրանք, ստացել են 1,300 ռուբլու կոմպենսացիա։ Ու այդպես շարունակ։ Ոստեղ չկա տրամաբանություն։ Ոնց ուզում են, ոնց կարում են, տենց էլ անասնավարի փոխհատուցում են։ Ընդ որում Վալբերիզը շատ վատ վիճակում է, ինքը սկիրա օգուտնել չի հանել, այդ կազմակերպությունը չի կարող վճարել այդ գումարները, որովհետև ինքը ուղակի էսպային ստեղծված էր Ռուսաստանի ռազմական լոգիստիկան ապահովելու համար, եւ այդ պահեստները, որ կային, դա օգտագործում էին նաեւ ռուսական ռազմական լոգիստիկայի համար, այնտեղ նաեւ երկակի նշանակության, նաեւ ռազմական նշանակության ապրանքներ կային, դրա համար ուկրաինացիները հարվածում են։ Հիմա պահանջեք, ասեք, ինչի եք մեզ խափում, որ Ուկրաինան ոչ մի բան չի կարող անի։ Ոնց տեն ստացվեց։ Ինչի մենք Արմեն ինչ էինք լսում Շիվուխյան, ինչի Մարատ Հակոբյան ինչ էինք լսում, ինչ էինք ձեզ լսում։ Գնացեք, բա պահանջեք նրանցից, ովքեր ձեզ խափել են, ոչ թե պահանջեք Վալբերիզ ձեզ ոչ մի բան չի կարանի։ Իրանք են կործանվում։ Հələ հարցը Վալբերիզ կմնա թե չի մնա, մեծ հավանականությամբ չի մնա։ Մեծ հավանականությամբ չի մնա, պետք չէ որ մնա, որովհետև դա ֆաշիստական պետության կողմից ցեղասպանական պատերազմի ֆինանսավորման միջոց է, որին դուք ուղակի կամ անուղակի մասնակից եք դարձել։ Դուք ֆինանսավորում եք արյունալի պատերազմը։ Հետո չպահանջեք սրանից նրանից։ Օրինակ, ես ձեզ մի օրինակ բերեմ։ Հայկական ապրանքները արտահանվում են Ուկրաինա։
Բայց ուկրաինացիները ոչ մեկ չեն ասում, կոչ են անում, որ գնեք այդ ապրանքները։ Մեծ հաճույքով հայկական ապրանքներ են գնում, ես ճշտել եմ։ Մեծ հաճույքով վաճառվում է, շատ ուրախալի լուր է։ Բայց ուկրաինացիները, որ ձեզ հիշում են, որ դուք չեք ճանաչել ուրեմն Ուկրաինան, տարածքային ամբողջականությունը, ոչ հիշացնում են, չեն ասում բոյկոտեք հայկական ապրանքները, որտեղ իրանք Ղրիմի համար պարում էին Ղարաբաղում։ Եվ Սերժ Սարգսյանը Պուտին է շնորհավորում, չէ, ուկրաինացիները հիշաչար չեն, իրանք լավ են վերաբերվում հայերին եւ հիմա գնում են, բայց եթե հանկարծ մեր հանդեպը տենց լիներ, միանգամից հիստերիայի մեջ կընկնենք, չէ։ Բայց հիմա ուկրաինացիները իրանք չեն ասում, որ այդ վայլբերիզով, ասենք 3000 հայ տնտեսվարող ֆինանսավորում է ռուսական պատերազմը, չէ, իրանք չեն ասում։ Իրանք մեծ հաճույքով գնում են հայկական ապրանքը։ Ես միշտ ասել եմ, լրագրողները, վերլուծաբանները կրում են պատասխանատվություն այս ամենի համար։ Ես բազմիցս ասել եմ, Հայաստանի բոլոր դժբախտությունների համար, սխալ քաղաքականության համար կրում են ծախու լրագրողները, տարբեր չմտածողներ, տարբեր վերլուծաբաններ, ովքեր Հայաստանի ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ, չեն մատուցում պրոֆեսիոնալ վերլուծություն, չեն տալիս իրական իրավիճակը աշխարհում։ Կրում են պատասխանատվություն։ Ու այս ամենի ֆոնին Իրանը եւ Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փակնեժադի հետ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարության ենթակառուցվածքների նախարարությունը։ Կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր։ Հանդիպման ժամանակ պայմանավորություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ եւ համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։ Ավելի վաղ իրանական մեհրը հայտնել էր աշխատանքային խումբ կենտրոնանա գազի առևտրի վրա։ Իրանի նավթի նախարարը նշել է, որ երկու երկրների միջև գործող էներգետիկ գործընկերությունը հիմնված է գազի էլեկտրոէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իրանը առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։ Իրանի փոխանցմամբ էլ Իրանի նավթի նախարարը հանդիպումից հետո Հայաստանը բնութագրել է որպես Իսլամական Հանրապետության շատ լավ հարևաններից մեկը, գծելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, որոնք պետք է հետագայում զարգանան։ Հայկական կողմի փոխանցմամբ հանդիպան ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ փոխգործակցության խորացման առնչվող հարցեր։ Հիմա ես ուզում հարց տալ. Ինչ է կատարվում, իրականում ինչ նոր համաձայնագիր է Իրանը առաջարկում, ինչ է պահանջում դրա դիմաց։ Տեսեք, հիմա լավագույն տարբերակը կլիներ քննարկել Թուրքմենստանի գազի հարցը։ Ասենք շատ լավ է, որ Իրանի հետ փորձում եք դիվերսիֆիկացնել, ես դեմ չեմ միշտ էլ կողմ եղեմ, բայց չկար ավելի հաջող ժամանակ։ Ասենք հիմա, երբ որ Թրամփը ամենաթեժ ժամանակն է, այսօր ասուլիս էր տալի եւ անընդհատ սպառնում է Իրանին, ասում է, որ միևնույնն է, պետք կլինի արագ կլուծենք հարցը, պետք կլինի միանգամից ուժեղ հարվածներ կհասցնենք, պետք լինի դանդաղ կգնանք, պետք կլինի կբանակցենք, ամեն ինչն է միաժամանակ տեղի ունենալու, ոնց որոշենք, այդպես էլ կլինի, բայց Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ մենք տեսնենք նաեւ այլ հետաքրքիր քայլեր է արել Թրամփը եւ հիմա այդ թշնամանքի ամենաթեժ փուլում դուք որոշել եք Իրանի հետ բանակցել, այդ դեպքում Իրանը ինչ որ նոր բան առաջարկի, իսկ այդ նոր բանը օրինակ կարող է այնպիսի բան ենթադրի Հայաստանի կողմից ի պատասխան, որը ԱՄՆ-ի դեմ լինի եւ ես վստահ եմ, որ այդ չալմեկը տես մի բան էլ պահանջել է եւ դա առաջացնելու է անիմաստ կասկածներ, որը մեզ ընդհանրապես պետք չի։ Իրանի հետ այս պահին գոնե պետք է բանակցել միայն swap տարբերակով, լավագույն դեպքում, որին ես կողմ եմ, Թուրքմենստանից գազը բերելու, այսինքն դու վճարես Թուրքմենստանին, քանի դեռ Իրանը պատժամիջոցների տակ է։ Սա ամենակարևոր հարցն է հիմա, որ պետք է լուծել եւ 2 տարի է Թուրքմենստանի հետ բանակցությունները սկսել են, բայց ձուն ծպտուն չկա։ Ես ասել եմ ինչ ինֆորմացիա ունեմ եւ շատ վատ է, որ այդպես է տեղի ունենում։ Երկրորդ հարցը, խողովակաշարի հարցն է, անգամ այդ Իրանից ստացվող գազը Ռուսաստանին է պատկանում։ Եվ այդ խայտարակ գազային պայմանագիրը, որ Սերժ Սարգսյանը կնքել է, դավաճանական։ Ոնց են դրա հարցը լուծելու։ Սա էլ ամենակարևոր հարցը, որտեղ մեր գլոբալ գազային խնդիրները եւ նավթային եւ էներգետիկ խնդիրները լուծելու հարցը, մենք պետք է լուծենք այդ ենթակառուցվածքի եւ խողովակաշարի հարցը։ Պետք է հասկանանք, ոնց է այդ հարցը, նոր խողովակաշար ենք կառուցելու, ինչ ենք անելու, ոնց ենք ռուսների ձեռից վերցնելու։ Դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Եվ երրորդը, Իրանի հետ կապված, քանի դեռ տեսեք, մենք չպետք է հիմա մեզ կախվածության մեջ գցենք Իրանից։ Ինչ է տեղի ունենում։ Քանի որ Հորմուզի նեղուցը փակ է, ես ես վերջերս անունը չեմ տա, ընկերական զրույցի ունեցա մի շատ հարգած մարդու հետ, ինքը զբաղվում է մեծ բիզնեսով Հայաստանում, եւ մենք խոսեցինք Հորմուզի նեղուցի հետ կապված Չինաստանից բերվող ապրանքների խնդրի մասին։ Եվ ինչ է կատարվում։ Արդեն աստիճանաբար
իրենք ստիպված ուզում են փոխել ուղղությունը դեպի Իրան։ Այսինքն Իրանը ներսի արտադրությունը, գիտեք, Իրանը ամեն ինչ անում է, որպեսզի ինքը արտահանի, բայց չի ներմուծում։ Միակողմանի փողոց է իրանց մոտ, ինչը շատ վատ է։ Այսինքն քո արտադրանքը չի վերցնում, միայն արտահանում է։ Դրանով քեզ նստածներով իրանական ասեղի վրա։ Ամեն ինչ արտադրում է իր երկրում, իհարկե ինքը որակի հետ կապված ինչ-որ փորձում էր հավաստիացնել, որ լավն է, ես հավաստիացնում չի կարող իրանական ապրանքը որակով լինի։ Չի կարող, դա բացառված է։ Չինական զիբիլիցը զիբիլա լինելու, վստահաբար։ Բայց անկախ ամեն ինչից, ինչ ասեց հայ բիզնեսմենը ինձ, ասեց, որ իրանցիների հետ գործ ունենալը շատ վտանգավոր է։ Միակ խնդրեմը այն է, որ իրանք խաբեբայ են եւ քցող են։ Եվ շատ վտանգավոր է եւ այսպես ինչ որ անիմաստ միջնորդներ են գցում արանքում տարբեր որ փող աշխատեն, խոսքը չեն պահում եւ այլն, այսպես շարունակ։ Այսինքն իրանցիները այդ տիպի պետության հետ ունենալ կախյալ հարաբերություններ բերելու է վտանգավոր զարգացումների։ Հետևաբար նորից եմ կրկնում, միակ ելքը Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ պարակտրի գոտու պայմանագրի կնքումն է եւ շատ արագ, որպեսզի բացվեն ուղիները Վրաստանով եւ մենք Վրաստանի հետ ըստ էության դառնանք նույն միության անդամ, նույն տնտեսական գոտու անդամ, որի արդյունքում մեր մոտ էլ ապրանքները կեժանանան։ Գումարած որ Թուրքիան է ռեժիմ ունի Եվրոպայի հետ, հատուկ ռեժիմ առևտրի եւ ճնշում կդառնա Թուրքիայի վրա այդ առևտրի ռեժիմից զրկվելու, որտեղ ինքը փակելու է Հայաստանի, չի բացում Հայաստանի ճանապարհը։ Մեզ համար բոլոր իմաստներով ձեռնտու է DCFTA-ի անդամ դառնալը։ Եվ սա պետք է անել օր առաջ։ Սա էսպես։ Ուրեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Instagram-ի էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրուցել են Փաշինյանի հետ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը իշխանությանը, ինքնիշխանությանը Հայաստանի, ինչպես նաև տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։ Հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկրում ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը։ Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը պետք է շարունակվի շոշափելի արդյունքներ ապահովել ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Ես նաև վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին։ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին։ Ասում եմ վերահաստատել եմ, այսինքն էլ ոնց ասի պարզ Մակրոնը, որ ես կաջակցեմ Եվրամիության ձեր անդամակցությանը։ ԵՄ-ի հետ մերձեցումը նշանակում է դառնալ DCFTA-ի անդամ։ Եվ ակնհայտորեն Հայաստանին են աջակցում Ադրբեջանի հետ կոնֆլիկտում։ Սա անվերջ չի լինելու։ Ուշքի եկեք, սա անվերջ չի լինելու։